Ռոբերտ Քոչարյանը ռազմական գործողություններին ոչ մի ձևով չի մասնակցել առաջին պատերազմի ժամանակ, ընդհակառակը բայց հերոս չի, Արցախի հերոսի կոչում չունի։ Դե հիմա Արցախի հերոսի կոչում ավելի քան 20 հոգի ստացել են, բայց այդ Արցախի հերոսները բոլորս գիտենք ինչով են եղել զբաղված, նաև Հայաստանի Հանրապետության հերոսները։ Այդ հերոսների ուրեմն գործնեայության մուտքգծերը եւ ոչ միայն մուտքգծերը եւ շատ ուրեմն փաստեր եւ արարքներ եւ դրվագներ, երբ որ բերում ենք ջրի երես ենք դուրս գալիս, տեսնում ենք, որ նույնիսկ թշնամին այդպիսի գործնեություն չէր ծավալի։ Հստակ եմ ասում, ես ընդհանրապես կարող եմ մի դեպք ասել 1992 թվականին։ Չէ, դուք որ ասում եք միֆը, այսինքն դուք տեսել եք Քոչարյանը առաջին պատերազմում ինչով է զբաղված եղել։ Ուրեմն Քոչարյանն առաջին պատերազմով զբաղված է եղել լինելով Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, սկսած 1992 թվականի մայիսից, մինչև ուրեմն 1994 թվականը, երբ որ ազգային ժողովով Արցախի գերագույն խորհրդով ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, ես պիտի ասեմ, որ արդեն 1992 թվականի գարնանը Ռոբերտ Քոչարյանը կազմակերպեց պետական դավադրություն, Գերագույն խորհրդի ամբողջ լիազորությունները վերցրեց իր ձեռքում եւ դա եղել է ռազմական գործողությունների մեջ մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել, դա գեղձիկ է, այդպիսի բան լինել չի կարող։